Բարև բոլորին, այսօր խոսել ենք Դուբայի անշարժ գույքի ներդրումների վերաբերյալ On-Place Real Estate-ի կողմից։ Թեման լինելու է հիփոթեկը։ Մենք գիտենք, որ հիփոթեկը դա բանկի կողմից տրվող վարկն է անշարժ գույք ձեռք բերելու նպատակով։ Գնորդը վճարում է նախնական վճար, իսկ մնացած գումարը վճարում է արդեն բանկը։ Հիմա եկեք ծանոթանանք Դուբայում հիփոթեկային վարկավորման հիմնական կանոնների հետ։ Կանոն առաջին. Ամսական վճարումները չպետք է գերազանցեն վարկառուի եկամտի սահմանված տոկոսը, այն է առավելագույնը 50%։ Կանոն երկրորդ. վարկի գումարը պետք է մարվի մինչև թոշակի տարիքը, այսինքն մինչև 65 տարեկան ռեզիդենտների համար։ Կանոն համար 3. Պարտադիր է ապահովագրել ինչպես վարկառուի կյանքը, այնպես էլ անշարժ գույքը։ Կանոն համար 4. Կատարվում է գույքի անկախ գնահատում վարկի գումարը որոշելու նպատակով։ Եվ կանոն համար 5. Գոյություն ունեն գույքի վերավաճառքի վրա սահմանափակումներ մինչև որոշակի մասի վճարումը բանկին։ Իսկ հիմա եկեք խոսենք հիփոթեկային վարկավորման ժամկետների եւ տոկոսադրույքների մասին։ Այստեղ ռեզիդենտներին տրամադրվում է վարկերը 5-ից 25 տարի ժամկետով, միջինում 4-ից 5% տարեկան տոկոսադրույքով։ Իսկ ոչ ռեզիդենտների դեպքում վարկերը տրամադրվում են 5-ից 20 տարի ժամկետով, միջինում 7-ից 8% տարեկան տոկոսադրույքով։ Եթե ցանկանում եք խելամիտ ներդրում կատարել Դուբայի անշարժ գույքի շուկայում, ապա գրեք On-Place-ի։